Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV հարց ունեմ հանձնաժողովի նախագահ Տիկին ֆոն դեր Լայենին Տիկին նախագահ Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից եւ էներգետիկ ենթակառուցվածքներից Նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ, որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում եւ դա կարող է թանկանալ Հայաստան Եվրամիություն մերձեցման շրջանակներում եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ապա ինչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական միությունը, արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ, եթե կան ծրագրեր, խնդրում եմ մանրամասնել եւ մեկ հարցել Հայաստանի վարչապետին, պարոն վարչապետ, երեք խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ, նախ խնդրեմ ասել նախաձեռնությունը խոսակցության հեռախոսազրույց ունենալու ձեժն էր թե ռուսական կողմինը, ինչ բնույթի հարցեր եք քննարկել, արդյոք սահմանափակումներին Հայաստանից արտահանվող ապրանքների անդրադարձ եղել է թե ոչ, եւ արդյոք չեք բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով So indeed on the topic of ինչ վերաբերում է էներգակիրներին, ձեզ անհրաժեշտ է ռազմավարական, բազմաշերտ եւ համապարփակ մոտեցում։ Եվ ճիշտ ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, որ ավելացնում է դիմակայությունը եւ ուժեղացնում է Հայաստանին, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաեւ բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրոպական միությունից կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով, մեծ փորձ ենք կուտակել։ Մենք ինքներս Եվրոպական միությունում բախվել ենք դրա տարերին այդ իրավիճակի։ Մենք հարուստ փորձ ենք կուտակել առայն թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը, որոշ երկրներ։ Միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ նոր էլեկտրական հոսանքի փոխկապակցության նոր երթուղիներ բացելով եւ ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերը 25 միլիոն եվրո ներառում Կովկասյան փոխանցման եւ մենք նաեւ Հայաստանին սատարում ենք նշանակալի ներքին ռեսուրսների հաշվին վերականգնվող էներգետիկայի արտադրությունը դուք Հայաստանում ինքներդ ձեր հաշվին եք արտադրում, սա ձեզ ավելացնում է անկախություն եւ տալիս է էներգետիկ անվտանգություն եւ դիմակայունություն։ Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին մենք ինքներս քաչ ծանոթ ենք։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք այն իրավիճակը 2013 թվականի, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ մաքսային միության ուղղությամբ գնալ, հարցին պատասխանեմ կարճ եւ կոնկրետ, այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը,
Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է, թե ինչ հարցեր են քննարկել, պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն and next question from Armenian Public Television. Շնորհակալություն Մարի Խաչատրյան, պարոն վարչապետ, հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպես եք տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը եւ արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը։ Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ 1 գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում եւ միջայլոց նաեւ 18 թվականի հեղափոխությունից առաջ։ Այլ խնդիր թե ինչ էֆեկտիվությամբ եւ ինչ անկեղծությամբ է այդ օրակարգը իրականացվել եւ հիմա ընտրություններից հետո նաեւ շատ կարեւոր առիթ եմ համարում, որ մենք ինչպես ասել եմ արդեն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում այո մենք հետևական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ որ մեծ խնդիրներով, COVID, պատերազմ, յետպատերազմական իրավիճակ, այսինքն մենք գործնականում լիարժեք կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա իրականում չենք ունեցել եւ ընտրությունները եւ այս նոր շրջանը եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններից նոր մակարդակը եւ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս եւ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք խնդիր առաջին, որը մենք պետքա լուծենք լիարժեք, անկեղծ, ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետքա լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք եւ անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ որ պատճառով, ասենք Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից շատ մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին եւ դա ում համար է արվում, սա շատ կարեւոր է, սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար եւ սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք, իհարկե նոր հնարավորությունները, որ բացվում են կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ ի վերջո Ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի եւ սա պատմական իրադարձություն է եւ մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետեւողական եւ ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իհարկե մենք դա շատ բարձր ենք գնահատում եւ նույնիսկ հիմա որ հետադարձ նայում ենք աներևակայելի է թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հարաբերությունները եւ որևէ նշան չկա որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են եւ ես դրա համար շատ ուրախ եմ And now the last question from Shant TV. Yeah, վերջին հարցը Shant TV-ից։ Հարցը ուղղում եմ Եվրոհանձնաժողովի նախագահին Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացը անցել է արդեն տեխնիկական փուլ։ Ինչպես է գնահատում մինչ այժմ գրանցված առաջընթացը եւ ինչ քայլեր են անհրաժեշտ որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի եւ սկսի գործել առանց վիզայի ռեժիմ։ Եվ խնդրեմ, եթե հնարավոր է նշեք իրատեսական ժամկետներ։ Շնորհակալություն։
Thank you very much. First of all, I Շատ want to say շնորհակալություն, that նախ ուզում եմ ասեմ, Armenia որ is the only Հայաստանը of the countries միակ գործընկեր currently երկիրն է, engaged in որը active ներկայումս visa ակտիվ վիզայի liberalization ազատականացման dialogue երկխոսության with the մեջ է EU. That shows Եվրոպական already միության հետ։ the Սա stepping արդեն up իսկ ցույց է of տալիս our partnership. մեր գործընկերության We issued a report that is necessary մակարդակը։ in Մենք April, and ապրիլին this report pointed to the good progress made by Armenia in implementing հրապարակեցինք visa action plan. առաջընթացի I know գործողությունների that you are very ծրագրի strongly հաշվետվություն։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը եւ գիտենք, թե հայրենի համար որքան կարեւոր է դա։ Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացը եւ process-ը գնահատելու համար, մնացած հենանիշների ուղղությամբ թարգմանելով պարզ լեզվի, սա process-ը, որը առաջնորդվում է որոշ տարերի նվաճմամբ, դուք լավ ուղու վրա եք, դուք տեխնոջան աշխատում եք այդ ուղղության վրա, ես դա գիտեմ, եւ բոլոր անհրաժեշտ տարերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկը վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Սա պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն եւ եթե դա ավարտվի, դուք կկտրեք ֆինիշի գիծը։ Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք 2 տարվա ընթացքում, այսինքն 2026-ը արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, իհարկե ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված եւ հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական միությանը պետքա տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ եւ ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում եւ իհարկե մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ եւ էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։ Thank you once again, Your Excellencies. Շնորհակալություն, այսքանով ես հրապարակեմ։